Հանդիսավոր գիշերը, լի շքեղությամբ ու նայնությամբ, Էլիտան հիանում էր փայլով, բյուրեղյա ջահերի տակ։ Երբ մաքրուհուն ծաղրելով հրավիրեցին նվագել դաշնամուր, դահլիճը ընկավ անակնկալ լռության մեջ։ Իսկ նրա կատարումից հետո կասկած չմնաց։ Մեծությունը ապրանքանից չի հագնում, այն բացահայտվում է լռության մեջ, երբ ամենակիչն է սպասում։ Երանի օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնը շողում էր ուրբաթ երեկոյան։ Նեոդասական ճակատը, լուսավորված ռազմավարական լուսարձակներով, էլ ավելի տպավորիչ էր թվում։ Շքեղ մեքենաները հերթով կանգնում էին գլխավոր մուտքի մոտ, իջեցնելով Երանի էլիտային, որը հագնված էր տոնական զգեստներով։ Սա կենդանի մշակույթ հիմնադրամի ամենամյա բարեգործական միջոցառումն էր, որը նախագահում էր Ռուբեն Ալեքսանյանը, երկրի ամենաազդեցիկ գործարարներից մեկը։ Թատրոնի ներսում, հեռու լուսանկարչական բռնկումներից փայլից, Լուսինե Հարությունյանը ավարտում էր բյուրեղապակյա բաժակները սկուտեղների վրա դասավորելը։ 34 տարեկան հասակում, անթերի արթուկված համազգեստով, սանրվածքը հավաքված աննկատ փունջով մուգ մաշկով, որը կրում էր բազմաթիվ աշխատանքային օրերի հոգնածությունը, նա պահպանում էր անդորր ժպիտ։ Սա նրա երրորդ տարին էր, որ նա աշխատում էր հիմնադրամի միջոցառումներին, նա արդեն լավ գիտեր արարողակարգը։ Լուսինե, կես ժամ է մնացել։ Մուտքի սկուտեղները պետք է պատրաստ լինեն, զգուշացրեց պարոն Գորգը, սպասարկման թիմի ղեկավարը։ Արդեն ավարտում եմ, պարոն Գորգ։ Ընդամենը մի քանի րոպես, պատասխանեց նա, կարգավորելով բաժակների վերջին շարքը։ Պարոն Գորգը մոտեցավ, իջեցրեց ձայնը։ Ալեքսանյանն այսօր անհնարին է։ Ասաց, որ ամեն ինչ կատարյալ է ուզում, քանի որ կարևոր լրագրողներ են լինելու։ Եթե նրա մոտ լինես, եղիր անտեսանելի, ինչպես միշտ։ Լուսինեն պարզապես գլխով արեց։ Անտեսանելիությունը մի հմտություն էր, որը նա կատարելագործել էր տարիների ընթացքում։ Անտեսանելի լինելը նշանակում էր աշխատանքը պահպանել։ Իսկ աշխատանքը պահպանելը նշանակում էր վճարել հաշիվները, ամենակարևորը, իր 12-ամյա որդի Պետրոսի ջութակի դասերը։ Իր նախապատրաստությունները ավարտելիս Լուսինեն նկատեց բեմի կենտրոնում գտնվող Steinway Royal-ը։ Փայլուն, վեհաշուկ։ Նրա աչքերը մնացին դրա վրա այնպիսի մտերմությամբ, որ ոչ ոք չէր կարող կասկածել։ Թատրոնի մյուս ծայրում Ռուբեն Ալեքսանյանը, 45 տարեկան, ռազմավարորեն հարդարված մոխրագույն մազերով, իր օգնականի հետ ստուգում էր միջոցառման վերջին մանրամասները։ Հաստատեք, որ Աննա Թորոսյանը հասել է։ Մենք չենք կարող սկսել առանց նրա։ Եվ որտեղ է մաեստրո Վարդանյանը։ Նա պետք է այստեղ լիներ 20 րոպե առաջ, պահանջում էր նա, անընդհատ ստուգելով իր դաստակի ոսկե ժամացույցը։ Մաեստրոն հենց նոր է հասել, հանդերձարանում է։ Իսկ Աննան նախասրահում է Վագվիրի անձնակազմի հետ զրուցելիս, տեղեկացրեց Անահիտը, օգնականը, որը սովոր էր իր պետի նյարդայնությանը միջոցառումների օրերին։ Ռուբենը կարգավորեց փողկապը, ժպտաց, գող։ Մարզպետը հաստատել է իր ներկայությունը։ Այո, կհասնի 15 րոպեից։ Հիանալի է։ Սա մեր ամենամեծ միջոցառումը կլինի մինչ օրս, Անահիտ։ Ճիշտ լուսաբանմամբ հիմնադրամը վերջապես կստանա այն ազգային ճանաչումը, որին արժանի է։ Այն, ինչ Ռուբենը չէր ասում, բայց բոլորը գիտեին, այն էր, որ հիմնադրամի ճանաչումը նշանակում էր ճանաչում իր համար։ Եվ ճանաչումը նշանակում էր նոր կապեր, նոր ներդրումներ, նոր հնարավորություններ։ Բարեգործությունը պարզապես միջոց էր, ոչ թե նպատակ։ Մինչ նվագախումբը աննկատորեն դիրքավորվում էր, Լուսինեն շրջում էր հյուրերի միջ, որոնք սկսում էին զբաղեցնել նախասրահը։ Նա առաջարկում էր կանապեներ շամպայն, ճշգրիտ, քաղաքավարի, փորձված շարժումներով։ Հյուրերը վերցնում էին բաժակները, չնայելով նրա դեմքին, կարծես ըմպելիքները կախարդական կերպով լողում էին դեպի իրենց։ Ներկաների թվում էր Կարինե Սարգսյանը, Առավոտ թերթի լրագրողը, որը հայտնի էր սոցիալական անհավասարության մասին իր հոդվածներով։ 37 տարեկան հասակում, չնայած փոխառված դիզայներական զգեստին, նա իրեն անտեղի էր զգում այդ միջավայրում։ Նա քննադատական հայացքով դիտում էր իրեն շրջապատող շքեղությունը, մտովի նշումներ անելով իր հաջորդ սյունակի համար։ Կարինե, ինչ անակնկալ է քեզ այստեղ տեսնելը, մեկնաբանեց Գաբրիել Մարտիրոսյանը, ազգային շրջանառության ամսագրի մշակույթի բաժնի խմբագիրը։ Ես լուսաբանում եմ միջոցառումը կիրակի օրվա համար։ Երանի էլիտան բարեգործությունը։ Որքան է արժենում սոցիալական գիտակցությունը։ Սա նախնական վերնագիրն է, պատասխանեց նա հեգնական ժպիտով։
Գաբրիելը ծիծաղեց։ Հուսով եմ, ինձ չես նշի։ Ես էլ եմ աշխատանքի բերումով եկել, ինչպես դու։ Մենք բոլորս միշտ աշխատանքի ենք, չէ՞։ Նույնիսկ տանտերը, իր հաշվարկված ժպիտով։ Բեմում տեխնիկները ավարտում էին դաշնամուրի կարգավորումները։ Ռուբենը անցավ նրանց կողքով, անձամբ ստուգելով յուրաքանչյուր մանրամասն։ Նա հայտնի էր ոչ միայն տեխնոլոգիական ոլորտում իր բիզնես կայսրությամբ, այլ նա իր գեղարվեստական հավակնություններով։ Նա երիտասարդ տարիներին դաշնամուր էր սովորել, հոգ էր տանում ցուցադրել իր տաղանդները բարեգործական միջոցառումներին, միշտ բավականաչափ բարդ ստեղծագործություններով, տպավորելու համար, բայց ոչ այնքան, որ բացահայտեր իր տեխնիկական սահմանափակումները։ Լուսինեն, անցնելով թատրոնի կողմնակի միջանցքով, դատարկ սկուտեղը ձեռքին, մի պահ կանգ առավ։ Դաշնամուրը միայնակ էր բեմի վրա, լուսավորված մեկ լույսի ճառագայթով։ Նա շուրջը նայեց, համոզվեց, որ ոչ ոք մոտակայքում չկա, դանդաղ մոտեցավ։ Նրա մատները թեթակի դիպամ փայլեցված փայտին, արագ արգելված քնքշանք։ Շունչ քաշեց։ Քանի՞ տարի էր անցել։ 15, 16։ Նա ինքը հստակ չգիտեր, թե որքան ժամանակ չէր նվագել նման գործիքի վրա։ Հեյ, ի՞նչ ես անում այնտեղ։ Պարոն Գորգի ձայնը նրան իրականություն վերադարձրեց։ Լուսինեն արագ հեռացավ դաշնամուրից, ինչպես երեխա, որին բռնացել են հանցանքի վայրում։ Կներեք, պարզապես հիանում էի։ Վերադարձեք նախասրահ։ Հյուրերը զանգվածաբար են գալիս, մենք պետք է բոլորս պատրաստ լինենք։ Լուսինեն գլխով արեց հեռացավ, վերջին հայացք գցելով գործիքին։ Այդ պահին մի հիշողություն հստակորեն ի հայտ եկավ, տատիկի, տիկին Սիրանուշի կնճռոտ ձեռքերը իր ձեռքերի վրա, ուղղորդելով իր մատիկները հին ուղղահայաց դաշնամուրի դեղնած ստեղների վրայով, որը զբաղեցնում էր Մալաթիա Սեբաստիայի ծայրամասում գտնվող իրենց խրճիթի սենյակի կեսը։ Դաշնամուրը, որը տատիկը ստացել էր իր տիրուհուց 60 ականներին, երբ դեռ աշխատում էր որպես տնային աշխատող, որը դարձել էր ընտանիքի գանձը։ Մի օր դու կնվագես մեծ բեմերում, իմ աղջիկ, ասում էր տիկին Սիրանուշը, աչքերը հպարտությունից փայլելով, մինչ փոքրիկ Լուսինեն 6 տարեկանում նվագում էր Ֆյուր Էլիզը, առանց որե նոտա սխալվելու։ Ճակատագիրը, սակայն, այլ պլաններ ուներ։ Տատիկը հեռացավ, երբ Լուսինեն 15 տարեկան էր։ Դաշնամուրը վաճառվեց բժշկական պարտքերը մարելու համար։ Եվ երաժշտությունը, որը մի օր եղել էր նրա երազանքը, դարձավ պարզապես ցավոտ հիշողություն, պահված հիշողության մի անկյունում, չկատարված խոստումների լքված երազանքների հետ մեկտեղ։ Նախասրահում Կարինեն դիտում էր Ռուբեն Ալեքսանյանին, որը շրջում էր հյուրերի միջ։ Նա կեղծ համեստության արտահայտություն էր պահպանում, մինչ ստանում էր նախնական գովեստներ իր ելույթի համար։ Լրագրողը լավ գիտեր այդ տեսակին, բարերարին, որը հոգ էր տանում, որ բոլորը իմանային իր առատաձեռնության մասին։ Նա Շոպեն է նվագելու այսօր երեկոյան։ Մեկնաբանեց մի տիկին նրա կողքին, այնպիսի հիացմունքով, որ Կարինեն ստիպված եղավ զսպել ծիծաղը։ Ուղիղ 8-ին լույսերն աստիճանաբար մարեցին, ցույց տալով, որ միջոցառումը կսկսվի։ Հյուրերը շարժվեցին դեպի դահլիճ, զբաղեցնելով իրենց համարակալված աթոռները։ Բեմում Ռուբեն Ալեքսանյանը, այժմ լուսարձակների տակ, մոտեցավ կենտրոնական խոսափողին։ Բարի գալուստ բոլորիդ մեր կենդանի մշակույթ հիմնադրամի ամենամյա միջոցառմանը։ Մեծ բավականություն է ընդունել այսքան ընկերների, որոնք նվիրված են սոցիալական փոխակերպմանը արվեստի միջոցով։ Լուսինեն, աննկատորեն կանգնած սրահի անկյունում, իր սկուտեղով, դիտում էր։ Գործարարի ձայնի տոնի մեջ կար մի բան, որը նրան անհանգստացնում էր։ Մի կեղծիք, որը երում էր յուրաքանչյուր խնամքով փորձված վանկում։ Ինչպես ավանդույթ է մեր հիմնադրամում, շարունակեց Ռուբենը, երեկոն կսկսենք կարճ երաժշտական ելույթով։ Մինչ մեր տաղանդավոր կրթաթոշակառուներին ընդունելը, կցանկանայի ձեզ հետ կիսվել մի ստեղծագործությամբ, որը ինձ համար հատուկ նշանակություն ունի։ Շոպեն, Նոկտյուրն Ap. 9-2 Հավանության շշուկ անցավ հանդիսատեսի միջով։ Լուսինեն սրտի կծկում զգաց։ Սա վերջին ստեղծագործությունն էր, որը նա նվագել էր տատիկի դաշնամուրի վրա, այն վաճառելուց 1 օր առաջ։ Ռուբենը նստեց դաշնամուրի մոտ, նստելաձով, որը սովորել էր նա, ով գիտեր պատկերի կարողությունը։ Մատները դրեց ստեղների վրա, խորը շունչ քաշեց, սկսեց նվագել։ Առաջին նոտաները ճիշտ էին հնչում, սակայն մեխանիկական։ Կար տեխնիկա, բայց պակասում էր հոգին։
Լուսինեն մի պահ փակեց աչքերը, թույլ տալով ծանոթ մեղեդուն տեղափոխել իրեն այլ ժամանակ, այլ վայր։ Նրա մատները աննկատորեն շարժվում էին, ուղեկցելով ստեղծագործությանը, կարծես ինքը լիներ նվագողը։ Երբ Ռուբենը ավարտեց, հանդիսատեսը պայթեց խանդավառ ծափահարություններով։ Նա վեր կացավ, խոնարհվեց փորձված խոնարհումով ժպտաց, կուլ տալով հիացմունքը որպես նեկտար։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, սա լավագույն պատմությունն է լինելու, որ երբեք կլսեք ձեր կյանքում։ Իր ելույթից հետո Ռուբենը կրկին զբաղեցրեց խոսափողի դիրքը, դեմքը դեռ կարմրած ադրենալինից ծափահարություններից։ Շնորհակալ եմ ձեր առատաձեռնության համար, ասաց նա, կեղծ համեստությամբ։ Ինչպես գիտեք, մեր հիմնադրամը հավատում է, որ արվեստը բոլորի իրավունքն է, ոչ թե արտոնություն։ Այդ իսկ պատճառով մենք ներդրումներ ենք կատարում Երանի ծայրամասերի երիտասարդ տաղանդների մեջ, առաջարկելով կրթաթոշակներ գերազանց կոնսերվատորիաներում։ Կարինեն աննկատորեն նշումներ էր անում իր բջջային հեռախոսում։ Խոսքի այդ բացառիկ միջավայրի իրականության մեջ եղած հակասությունը նրան չէր վրիպում։ Նա դիտում էր մատուցողներին, մատուցողուհիներին, որոնք անձայն սպասարկում էին անտեսանելի ներկաների մեծամասնության համար։ Մինչ մեր կրթաթոշակառուների ելույթներին անցնելը, շարունակեց Ռուբենը, ցանկանում եմ ձեզ հրավիրել կոկտեյլի նախասրահում։ 15 րոպեից կվերադառնանք երեկոյի հիմնական մասին։ Հյուրերը վեր կացան, շարժվեցին դեպի նախասրահ։ Լուսինեն մյուս աշխատակիցներն արդեն դիրքավորված էին ըմպելիքների, խորտիկների, սկուտեղներով։ Զրույցների աղմուկը լցրեց միջավայրը, մինչ Ռուբենը շրջում էր փոքր խմբերի մեջ, բաժանելով ձեռքսեղմումներ, հաշվարկված ժպիտներ։ Կարինեն մոտեցավ Ռուբենին, արագ հարցազրույցի պատրվակով։ Շոպենի ձեր մեկնաբանությունը հետաքրքիր էր, մեկնաբանեց նա երկիմաստ ժպիտով։ Շնորհակալություն։ Փորձում եմ պահպանել պրակտիկան, չնայած խիտ գրաֆիկին, պատասխանեց նա, կարգավորելով փողկապը։ Իսկ ինչ վերաբերում է ձեր կրթաթոշակառուներին։ Այս տարի կան հատկապես ոգեշնչող պատմություններ։ Մալաթիա Սեբաստիայից մի տղա ունենք, որը ջութակի հրաշամանուկ է։ Սկսել է նվագել ստվարաթղթից պատրաստված գործիքով։ Այժմ պատրաստվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լսումներին։ Կարինեն բարձրացրեց հոնքերը, անկեղծորեն հետաքրքրված։ Տպավորիչ է։ Ինչպես եք նրան հայտնաբերել։ Մենք հետախույզներ ունենք բոլոր համայնքներում։ Հավատում եմ, որ տաղանդը ամենուր է, պարզապես հնարավորություն է պետք։ Նա դրամատիկ դադար տվեց։ Ահա թե ինչի մասին է մեր հիմնադրամը, գտնել անմշակ ադամանդներ, փայլեցնել դրանք։ Այդ պահին Լուսինեն անցավ նրանց կողքով, մատուցելով շամպայնի բաժակներ։ Նրա շարժումը աննկատ էր, գրեթե աննշմարելի, բայց բաժակների նուրբ ձայնը գրավեց Ռուբենի ուշադրությունը։ Նա մի պահ դիտեց նրան, նրա արտահայտության մեջ ինչ-որ բան փոխվեց։ Միգուցե դա շամպայնն էր, միգուցե բեմի ադրենալինը դեռ բաբախում էր նրա երակներում, կամ պարզապես իր հյուրերին իր անձնական շոուից մեկ համարով զվարճացնելու ցանկությունը։ Հեյ, դու, կանչեց նա, մատնացույց անելով Լուսինեին։ Նա կանգ առավ, զարմացած, որ նկատվել է։ Այո, պարոն։ Հավանեցիք իմ ելույթը, հարցրեց Ռուբենը, ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերին։ Լուսինեն զգաց, որ բոլոր հայացքները ուղղված են իրեն։ Նրա սիրտը արագացավ, բայց նա պահպանեց հանգստությունը։ Շատ գեղեցիկ էր, պարոն։ Հյուրերի մի փոքր շրջանակ արդեն ձավորվում էր նրանց շուրջ, հետաքրքրված անսովոր փոխազդեցությամբ։ Կարինեն ուշադիր դիտում էր, նրա լրագրողական բնազդը զգուշացնում էր, որ ինչ-որ բան պատրաստվում է տեղի ունենալ։ Դասական երաժշտությունից հասկանում եք, շարունակեց Ռուբենը, նրա տոնը թեթակի արամարական էր։ Լուսինեն վարանեց։ Մի փոքր, պարոն։ Մի փոքր, կրկնեց Ռուբենը, ծիծաղելով։ Որոշ հյուրեր նույնպես ծիծաղեցին, թե հստակ չգիտեին, թե ինչից։ Իսկ ինչպես գնահատեցիք Շոպենի իմ մեկնաբանությունը, մասնավորապես։ Հետաքրքրված եմ տարբեր տեսանկյուններով։ Լռությունը խորացավ։ Հայացքները ծանրացան Լուսինեի վրա։ Պարոն Գորգը, նախասրահի մյուս կողմում, հասկացավ, թե ինչ է կատարվում, սկսեց մոտենալ, անհանգստացած։ Տեխնիկապես ճշգրիտ էր, պատասխանեց Լուսինեն, խոսքերը խնամքով ընտրելով։ Ինչ-որ բան պատասխանի մեջ կարծես բորբոքեց Ռուբենին։ Տեխնիկապես ճշգրիտ, կրկնեց նա, ավելի բարձր ծիծաղով։ Լսեցիք, ժողովուրդ։
Մեր մասնագետն այստեղ ասում է, որ ես տեխնիկապես ճշգրիտ էի։ Ավելի նյարդային ծիծաղ։ Կարինեն կնճռոտեց հոնքերը, անհանգստացած զրույցի ընթացքից։ Նա նկատեց նուրբ դաժանությունը, որը բացահայտվում էր իր աչքերի առաջ, հզոր գործարարը աշխատակցուհուն վերածում էր զվարճանքի առարկայի իր հյուրերի համար։ Եվ դուք ավելի լավ կանեք, հարցրեց Ռուբենը, աչքերում մարտահրավերային փայլով։ Շշուկ անցավ խմբի միջով։ Որոշ հյուրեր անհարմար հայացքներ փոխանակեցին, ուրիշները կարծես զվարճացած էին իրավիճակից։ Լուսինեն կուլ տվեց։ Ինձ չի վերաբերում ասելը, պարոն։ Եկեք պարզենք, հանկարծ ասաց Ռուբենը, բարձրացնելով ձայնը, որպեսզի ավելի շատ մարդիկ լսեն։ Ես հետաքրքիր առաջարկ ունեմ։ Եթե կարողանաք նվագել նույն ստեղծագործությունը, որը ես նվագեցի, հենց այստեղ հենց հիմա, ես ձեզ կտամ 5000 դրամ։ Կանխիկ։ Ամբողջ նախասրահը կարծես սառեց։ Բոլոր հայացքները ուղղված էին բացահայտվող փոքրիկ դրամային։ Պարոն Գորգը կանգ առավ ճանապարհի կեսին։ Չիմանալով, թե ինչպես միջամտել։ Պարոն, ես աշխատում եմ, պատասխանեց Լուսինեն, ձայնը ամուր, չնայած ներքին դողին։ Համարեք դա ձեր այսօրվա աշխատանքի մի մասը։ Մի հատուկ ելույթ, պնդեց Ռուբենը, բաճկոնի ներքին գրպանից հանելով դրամապանակը։ Նա հանեց մի քանի թղթադրամ, ցուցադրաբար պահեց դրանք։ 5000 դրամ։ Բավականաչափ գումար մեկ ամբողջ ամսվա աշխատավարձի համար, չէ՞։ Ամեն ինչ դաշնամուրի մոտ մի քանի րոպեի համար։ Կարինեն շուրջը նայեց, փնտրելով մեկին, ով կարող էր ընդհատել այդ հրապարակային նվաստացումը։ Բայց բոլորը կարծես հիպնոսացված էին տեսարանից, ոմանք չարամիտ ժպիտներով, ուրիշները վատ քողարկված անհանգստությամբ։ Ռուբեն, միգուցե պետք է վերադառնանք երեկոյի ծրագրին, առաջարկեց Անահիտը, նրա օգնականը, նկատելով հանրային կապերի հնարավոր աղետը։ Մի փչացրեք զվարճանքը, Անահիտ։ Ես այստեղ հնարավորություն եմ առաջարկում, պատասխանեց նա, աչքերը չկտրելով Լուսինեից։ Ուրեմն, ինչ եք ասում։ 5000 դրամ Շոպեն նվագելու համար։ Լավ գործարք է թվում։ Լուսինեն անշարժ մնաց մի քանի վայրկյան, մտքերը արագ-արագ վազելով։ Նա մտածեց որդու, Պետրոսի մասին, ում նոր նյութեր էին պետք դպրոցի համար։ Մտածեց ուշացած հաշիվների մասին։ Մոր դեղերի մասին։ Եվ ապա որպես կայծակ մտածեց տատիկ Սիրանուշի մասին, այն մասին, թե ինչ կասեր նա այդ պահին։ Առաջարկը լուրջ է, վերջապես հարցրեց նա, ձայնը ավելի ամուր, քան նախկինում։ Ռուբենը պահի համար զարմացած թվաց ուղիղ հարցից։ Իհարկե։ 5000 կանխիկ, եթե կարողանաք նվագել Շոպենի Նոկտյուրն Ap 992-ը նույնքան լավ, որքան ես։ Մի կին, հսկայական մարգարտե վզնոցով, շշնջաց իր ուղեկցորդին։ Նա հավանաբար նույնիսկ չգիտի, թե որտեղ է Դոն Օտան ստեղնաշարի վրա։ Խեղդված ծիծաղ տարածվեց։ Լուսինեն իր սկուտեղը դրեց մոտակա սեղանին, շարժումը կանխամտածված հանգիստ։ Նախասրահն էլ ավելի լռեց։ Ընդունում եմ, պարզապես ասաց նա։ Զարմանքի շշուկ անցավ միջավայրի միջով։ Ռուբենը, մի պահ վարանելուց հետո, լայն ժպտաց։ Հիանալի է։ Տեսեք, ժողովուրդ, այստեղ քաջություն ունենք։ Նա շրջվեց դեպի հյուրերը, ընդլայնելով շոուն։ Եկեք բոլորս վերադառնանք դահլիճ այս հատուկ ելույթի համար։ Որպես հնազանդ հոտ, հյուրերը սկսեցին վերադառնալ դահլիճ։ Կարինեն աննկատ մոտեցավ Լուսինեին։ Դուք պարտավոր չեք դա անել, շշնջաց նա։ Ես կարող եմ գրել այս չարաշահող պահվածքի մասին, առանց ձեր բացահայտման։ Լուսինեն փոքրիկ ժպիտով նայեց լրագրողին։ Շնորհակալություն, բայց ես ուզում եմ դա անել։ Լուսինեի արտահայտության մեջ կար մի բան, որը Կարինեն չէր կարողանում լիովին վերծանել։ Նյարդայնության, վճռականության ինչ-որ այլ բանի խառնուրդ ինչ-որ բան, կարծես սպված սպասում։ Դահլիճում հյուրերը վերադարձան իրենց տեղերը, սպասումի աղմուկը լցնելով օդը։ Ռուբենը կրկին բարձրացավ բեմ, մոտեցավ խոսափողին։ Տիկնայք, պարոնայք, մեր ծրագրում փոքր փոփոխություն ունենք։ Մեր տաղանդավոր կրթաթոշակառուներից առաջ մենք կունենանք մի այսպես ասած անսպասելի ելույթ։ Նրա տոնը կատակային էր, թատերական։ Մեր աշխատակիցներից մեկը ընդունել է իմ անձնական մարտահրավերը։ 5000 դրամ, եթե նա կարողանա Շոպենը մեկնաբանել այնքան լավ, որքան մարզված դաշնակահարը։ Լուսինեն դանդաղ քայլում էր դեպի բեմ։
Նրա համազգեստը կտրուկ հակադրվում էր շուրջ բոլորի տոնական զգեստներին։ Պարոն Գորգը նրան դիտում էր անհանգիստ արտահայտությամբ սրահի անկյունից, անկարող կանխելու կատարվողը։ Պետք է զգուշացնեմ, որ մեր ընկերուհին այստեղ աշխատում է մաքրման սպասարկման թիմում։ Մենք նրա ինքնակենսագրության մեջ որը երաժշտական կրթության մասին տեղեկություն չունենք, շարունակեց Ռուբենը, ավելի շատ ծիծաղ առաջացնելով հանդիսատեսի մոտ։ Կարինեն դիտում էր տեսարանը աճող վրդովմունքով։ Նա հանեց իր բջջային հեռախոսը, սկսեց աննկատ նկարահանել։ Եթե դա հանգեցներ հրապարակային նվաստացման, ապա գոնե կունենար Ռուբենի պահվածքի ապացույցներ։ Լուսինեն բարձրացավ բեմի կողմնակի աստիճաններով, լուր արժանապատվությամբ։ Ռուբենը ձեռքը մեկնեց դաշնամուրի կողմը, չափազանցված շարժումով։ Գործիքն ամբողջությամբ ձերն է, ասաց նա ժպիտով, որը հստակ ցույց էր տալիս նրա համոզմունքը, որ ինքը ֆիասկո է դիտելու։ Մոտենալով դաշնամուրին, Լուսինեն զգաց զգացմունքների մրրիկ։ Վախ, անհանգստություն, վրդովմունք։ Բայց ամենից առաջ, վերամիավորման տարօրինակ զգացում։ 16 տարի էր անցել, ինչ նրա մատները դիպել էին իսկական դաշնամուրի։ 16 տարի, դարակներում դրված երազանքներ, բանտարկված երաժշտություն։ Նա նստեց նստարանին, կարգավորելով իր կեցվածքը։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Մի պահ փակեց աչքերը, խորը շունչ քաշելով։ Հանդիսատեսը սպասում էր, ոմանք ժպիտներով ակնկալելով անհաջողությունը, ուրիշները անհարմարությամբ իրավիճակից։ Լուսինեն բացեց աչքերը, մատները դրեց ստեղների վրա։ Լռությունը բացարձակ էր։ Եվ ապա, նա նվագեց առաջին նոտան։ Մաքուր բյուրեղյա ձայնը զարմացրեց բոլորին։ Դա այն վարանող հպումը չէր, որին նրանք սպասում էին, այլ ինչ-որ ճշգրիտ, վստահելի բան։ Երկրորդ նոտան եկավ, ապա երրորդը, ձավորելով Շոպենի ծանոթ մեղեդին։ Ռուբենի դեմքին ժպիտը սառեց։ Դաշնամուրից դուրս եկող ձայնը ոչ միայն տեխնիկապես ճիշտ էր, այլ խորապես հուզական։ Լուսինեի մատները ստեղների վրայով սահում էին այնպիսի ծանոթությամբ, ով վերագտնում է հին ընկերոջը։ Յուրաքանչյուր նոտա կարծես պարունակում էր տարիների կարոտ զսպված հույզեր։ Հանդիսատեսի մոտ զարմանքի սկզբնական լռությունը վերածվեց ավելի խորը բանի, մի տեսակ ակամա հարգանքի։ Մարգարտե վզնոցով կինը, որը րոպեներ առաջ ծիծաղում էր իրավիճակից, այժմ բերանը բաց էր մնացել զարմանքից։ Նրա կողքին մի գործադիր տնօրեն, որը նախորդ ելույթի ժամանակ անկատորեն ստուգում էր բջջային հեռախոսը, գրպանը դրեց սարքը, ամբողջովին տարված երաժշտությամբ։ Ռուբենը անշարժ մնաց բեմի կողքին, նրա ժպիտը անհետացել էր զարմացած արտահայտության մեջ։ Այն, ինչը պետք է լիներ զվարճանքի պահ, աշխատակցուհու հաշվին, արագորեն վերածվում էր նրա սեփական ամոթի։ Անահիտը, նրա օգնականը, դիտում էր տեսարանը անհանգստության հիացմունքի խառնուրդով։ Կարինեն ոչ միայն նկարահանում էր, այլ այժմ ձայնագրում էր ձայնը առանձին սարքով։ Նրա լրագրողական բնազդը հուշում էր, որ նա ականատես է լինում արտասովոր բանի, մի բանի, որը գերազանցում էր պարզ շրջված նվաստացումը։ Այնտեղ պատմություն կար, պատմություն, որը պետք էր պատմել։ Երաժշտությունը թատրոնով հոսում էր որպես կախարդանք։ Լուսինեն նվագում էր ոչ միայն տեխնիկայով, այլ այնպիսի մեկնաբանությամբ, որը կարծես դուրս էր բերում Շոպենի ստեղծագործության հուզական էությունը։ Մինչ նրա ձեռքերը աշխատում էին ստեղների վրա, նրա միտքը վերադառնում էր անցյալ։ Դա 1998 թվականն էր, Լուսինեն ընդամենը 8 տարեկան էր։ Նստած տատիկի կողքին, հին մաշված դաշնամուրի մոտ, նա հիացած դիտում էր, թե ինչպես էին այդ կնճռոտ ձեռքերը դեղնած ստեղները վերածում մաքուր կախարդանքի։ Երաժշտությունը պարզապես ճիշտ նոտաներ նվագելը չէ, իմ աղջիկ, ասում էր տիկին Սիրանուշը, իր արտահայտված Գյումրիի բարբառով։ Դա նրանց հոգու հետ խոսելն է, ովքեր գրել են, ովքեր լսում են։ Տիկին Սիրանուշ։ Հարությունյանը երբեք կոնսերվատորիա չէր հաճախել։ Նա դաշնամուր էր սովորել երիտասարդ տարիքում, Գյումրիում մի մաեստրոյի տանը որպես տնային աշխատող աշխատելիս։ Ազատ ժամերին, երբ ընտանիքը ճանապարհորդում էր, նա նստում էր դաշնամուրի մոտ ականջով նվագում, ընդօրինակելով այն մեղեդիները, որոնք լսում էր իր պետի կատարումից։ Ժամանակի ընթացքում հենց մաեստրոն նկատեց նրա տաղանդը, տպավորված, առաջարկեց նրան հիմնական դասեր։ Երբ նա 60 ականներին տեղափոխվեց Երան, իր հետ բերեց ոչ միայն ավելի լավ կյանքի երազանքներ, այլ երաժշտական գիտելիքներ, որոնք տասնամյակներ անց կփոխանցեր իր թոռնուհուն։
Ուղղահայաց դաշնամուրը մի տարեց տիրուհու նվեր էր, որը մահանալիս կտակել էր, որ գործիքը պետք է մնա այն աղջկան, ով այնքան գեղեցիկ էր նվագում, երբ կարծում էր, որ ոչ ոք չի լսում։ Տատիկի հետ դասերը օրվա ամենասպասված պահն էին փոքրիկ Լուսինեի համար։ Դպրոցից տնային գործերից հետո նրանք միասին նստում էին նեղ նստարանին, տիկին Սիրանուշը բացահայտում էր գամմաների, ակորդների, դինամիկայի գաղտնիքները, միշտ տեխնիկական գիտելիքները միահյուսելով մեծ կոմպոզիտորների պատմություններին, որոնք պատմվում էին այնպես, կարծես նրանք թաղամասի հարաններ լինեին։ Բեթհովենը, խեղճը, խլանում էր, բայց դա նրան չխանգարեց ստեղծագործել։ Պատկերացրեք, աղջիկ, երաժշտություն ստեղծել առանց լսելու։ Դա նման է ուտելիք պատրաստելուն, առանց համտեսելու։ 12 տարեկանում Լուսինեն արդեն նվագում էր այնպիսի ստեղծագործություններ, որոնք զարմացնում էին այն քչերին, ովքեր արտոնություն ունեին նրան լսելու։ Դպրոցի երաժշտության ուսուցչուհին նույնիսկ փնտրել էր տիկին Սիրանուշին, պնդելով, որ աղջիկը պետք է ֆորմալ կրթություն ստանա, որ կրթաթոշակներ կային կոնսերվատորիաներում բացառիկ տաղանդների համար։ Նա կարող է ինչ-որ մեկը դառնալ երաժշտության մեջ, տիկին Սիրանուշ։ Չի կարելի վատնել այդ շնորհը։ Բայց կյանքը իր սեփական պլաններն ուներ։ Տատիկի հիվանդությունը հանկարծակի եկավ, սպառելով ընտանիքի քիչ ռեսուրսները։ Հոսպիտալացումներ, դեղորայք, հետազոտություններ։ Դաշնամուրը վաճառվեց բժշկական ծախսերը հոգալու համար, երբ Լուսինեն 15 տարեկան էր։ Նրա վերջին ելույթը հենց Շոպենի նոկտյուրնն էր, նվագված տատիկի համար գործիքի վաճառքից 1 օր առաջ։ Նվագիր այնպես, կարծես դա վերջին անգամն է, կարծես պետք է այդ նոտաներում դնես այն ամենը, ինչ զգում ես, խնդրեց տիկին Սիրանուշը, արդեն շատ թուլացած իր իմպրովիզացված անկողնուց, դաշնամուրի կողքի սենյակում։ Եվ Լուսինեն նվագեց, արցունքները անձայն հոսում էին դեմքով։ Նա նվագեց կոտրված սրտով, բայց նա երախտագիտությամբ այն ամենի համար, ինչ երաժշտությունը տատիկը նրան սովորեցրել էին։ Նա նվագեց, իմանալով, որ իր կյանքի այդ գլուխը փակվում է, բայց չպատկերացնելով, որ 16 տարի կպահանջվի, որ մեկ ուրիշը բացվի։ Այժմ Երանի օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում Լուսինեն նվագում էր հենց այնպես, ինչպես այդ գիշեր, կարծես դա վերջին անգամն էր, կարծես պետք էր երաժշտության միջոցով ասել այն ամենը, ինչ չէր կարող արտահայտել բառերով։ Կորստի ցավը, հետաձգված երազանքները, ամենօրյա պայքարը, բայց նա գեղեցկությունը, որը շարունակում էր գոյություն ունենալ ամեն ինչին հակառակ։ Ստեղծագործությունը մոտենում էր ավարտին։ Վերջին տակտերը արձագանքեցին թատրոնում, յուրաքանչյուր նոտա պահպանվեց կատարելությամբ մինչ օդում անհետանալը։ Հաջորդած լռությունն այնքան խորն էր, որ կարելի էր լսել հանդիսատեսի հավաքական շնչառությունը։ Ապա, ինչպես ալիք, որը սկսվում է հեռվից անխուսափելիորեն աճում, ծափահարությունները բարձրացան։ Սկզբում վախկոտ, դրանք վերածվեցին խլացնող ծափահարությունների։ Մարդիկ վեր կացան, ոմանք արցունքներով աչքերում։ Դահլիճի խորքում պարոն Գորգը հպարտությամբ ծափահարում էր, կարծես հայտնաբերել էր, որ այսքան տարիներ աշխատել է քողարկված հայտնի մարդու կողքին։ Լուսինեն բացեց աչքերը, զարմացած արձագանքից։ Նա չէր նվագել տպավորելու կամ նվաստացնելու համար, այլ իր էության այն մասի հետ վերամիավորվելու մաքուր անհրաժեշտությունից, որը այդքան ժամանակ քնած էր եղել։ Ծափահարությունն անսպասելի բոնուս էր, հաստատում, որը նա երբեք չէր փնտրել։ Նա վեր կացավ նստարանից փոքրիկ խոնարհում արեց, մի պարզ ժեստ, որը հակադրվում էր Ռուբենի րոպեներ առաջվա թատերայնությանը։ Նրա աշխատակցուհու համազգեստը, որը պետք է խորհրդանշեր նրա սոցիալական անտեսանելիությունը, այժմ իսկության նշան էր թվում։ Կարինեն, դեռ նկարահանելով, ֆիքսեց այն պահը, երբ Լուսինեն մոտեցավ Ռուբենին, որը անշարժ մնացել էր բեմի մոտ։ Կարծում եմ, մենք համաձայնություն ունեինք, ասաց Լուսինեն, ձայնը ամուր, բայց առանց ամբարտավանության։ Ռուբենը կարծես տարիներով ծերացել էր վերջին րոպեներին։ Նրա դեմքը, նախկինում ոգորությունից կարմրած, այժմ գունատ էր։ Նա շուրջը նայեց, նկատելով, որ բոլոր հայացքները ուղղված են իրեն, սպասելով նրա արձագանքին։ Որտեղ եք սովորել այդպես նվագել, հարցրեց նա, ձայնը դավաճանելով անհավատալիությունը։ Իմ տատիկի մոտ, պարզապես պատասխանեց Լուսինեն։ Նա տնային աշխատող էր, ինչպես ես։ Բայց մինչ այդ, նա դաշնակահար էր։ Պատասխանը իր պարզության մեջ պարունակում էր քննադատություն այն նախապաշարմունքի նկատմամբ, որը դրդել էր մարտահրավերին։ Այլս միայն գումարի մասին չէր, դա արժանապատվության մասին էր, կարծրատիպեր կոտրելու մասին, բոլորին այդ սրահում հիշեցնելու մասին, որ տաղանդը զգայունությունը դասակարգային արտոնություններ չեն։ Հանդիսատեսի միջ աղմուկը մեծանում էր։
Ոգորված զրույցներ, զարմանքի արտահայտություններ, մարդիկ փորձում էին ավելին իմանալ այդ կնոջ մասին, ով հենց նոր դաժանության արարքը վերածել էր վերացական պահի։ Երբեք ֆորմալ չեք սովորել, հարցրեց առաջին շարքում նստած տարեց կինը, թոշակի անցած դաշնակահարուհի, որը համագործակցում էր հիմնադրամի հետ։ Ոչ, տիկին։ Միայն տատիկիս մոտ, մինչ 15 տարեկան։ Հետո դաշնամուրը վաճառվեց, ես այլս չնվագեցի։ Բացահայտումը էլ ավելի մեծ հուզմունք առաջացրեց։ 16 տարի առանց նվագելու, այնուամենայնիվ, այդ անթերի, հուզական, գրեթե կատարյալ ելույթը։ Դա գրեթե անհավատալի էր։ Ռուբենը, հասկանալով, որ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը, փորձեց վերականգնել հանգստությունը։ Նա ստիպողաբար ժպտաց թատերական ժեստով հանեց ծրարը գրպանից։ Համաձայնությունը։ Դուք հաղթեցիք, արդար տպավորիչ կերպով։ Նա ծրարը հանձնեց Լուսինեին, փորձելով մեծահոգի թվալ։ Միգուցե մենք պետք է ձեզ վարձենք մեր հաջորդ համերգային սեզոնի համար, չէ՞։ Մեկնաբանությունը, որը նպատակ ուներ սրամիտ լինել, կեղծ պատեհապաշտ հնչեց։ Որոշ հյուրեր անհարմար հայացքներ փոխանակեցին։ Լուսինեն արժանապատվությամբ ընդունեց ծրարը։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան։ Բայց ես հետաքրքրություն չունեմ լինելու ձեր շոուի մի մասը։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց բառերը պարունակում էին մի ծանրություն, որը լռեցրեց բոլորին։ Առանց պատասխան սպասելու, նա իջավ բեմից նույն ճանապարհով, որով բարձրացել էր։ Հանդիսատեսը ճանապարհ բացեց նրա համար, այլս ոչ թե արամարանքով, այլ նոր տեսակի հարգանքով։ Ոմանք փորձեցին նորից ծափահարել, բայց պահը այնպիսի հանդիսավորություն ուներ, որ ժեստը անտեղի էր դարձնում։ Կարինեն դրեց ձայնագրման սարքերը, հետեց Լուսինեին մինչ նախասրահ։ Խնդրում եմ, կարող ենք խոսել, խնդրեց նա, հասնելով նրան սպասարկման ելքի մոտ։ Իմ անունը Կարինե Սարգսյան է, ես Առավոտ թերթի լրագրող եմ։ Լուսինեն վարանեց։ Ես փառք չեմ փնտրում, տիկին։ Դա դրա մասին չէ, արագ պատասխանեց Կարինեն։ Ձեր պատմությունը կարևոր է։ Այն, ինչ տեղի ունեցավ այստեղ այսօր, շատ ավելին է, քան պարզապես երաժշտական ելույթը։ Մինչ Լուսինեն կպատասխաներ, պարոն Գորգը հայտնվեց, տեսանելիորեն հուզված։ Աղջիկ, ինչու երբեք ոչինչ չէիր ասում։ Այսքան տարի միասին աշխատել ենք, դու թաքցրել ես այսպիսի տաղանդ։ Լուսինեն ժպտաց, անկեղծ ժպիտ առաջին անգամ այդ երեկո։ Ասելու բան չկար, պարոն Գորգ։ Դա իմ կյանքի մի մասն էր, որը կարծում էի, որ հետում է մնացել։ Իսկ հիմա։ Ինչ ես անելու, հարցրեց նա, անկեղծ անհանգստությամբ։ Հարցը օդում կախված մնաց։ Լուսինեն նայեց իր ձեռքի ծրարին, իր հագած համազգեստին, Կարինեին իր լրագրողական հետաքրքիր հայացքով, իր հետի թատրոնին, որտեղ հենց նոր վերակենդանացրել էր իր ինքնության մոռացված մի մասը։ Հիմա, վերջապես պատասխանեց նա, գնալու եմ տուն, տեսնելու որդուս։ Իսկ վաղը։ Նա դադար տվեց, կարծես ամբողջական պատասխանը դեռ ձավորվում էր իր մտքում։ Վաղը կտեսնենք։ Դահլիճում Ռուբենը փորձում էր վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ Նա հայտարարեց կրթաթոշակառուներին, որոնք պետք է ելույթ ունենային հաջորդիվ, բայց ակնհայտ էր, որ հանդիսատեսի ուշադրությունը ցրված էր։ Գործարարը, ով եկել էր որպես այդ երեկոյի գլխավոր հերոս, այժմ պարզապես ծանոթագրություն էր պատմության մեջ, որը բոլորը կմեկնաբանեին հաջորդ օրերին, անտեսանելի աշխատակցուհու պատմությունը, ով ստվերներից դուրս եկավ իր սեփական շլացուցիչ լույսով։ Հաջորդ առավոտյան տեսանյութն արդեն տարածվել էր սոցիալական ցանցերում։ Կարինեն իր մասնագիտական հաշվին կարճ տեսանյութ էր հրապարակել, երբ անտեսանելիությունը բացահայտում է արտասովոր տաղանդներ։ Գործարարի կողմից մարտահրավեր ստացած աշխատակցուհին զարմացնում է Երանի էլիտային օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնում վերնագրով։ Մի քանի ժամում տեսանյութը գերազանցեց 1 միլիոն դիտումը։ Լուսինեն արթնացավ բջջային հեռախոսի համար զանգերից։ Անհայտ համարներ, հաղորդագրություններ WhatsApp-ում, Facebook-ի ծանուցումներ, որոնք նա հազվադեպ էր օգտագործում։ Նա նախընտրեց անջատել հեռախոսը, կենտրոնանալ Պետրոսի հետ առավոտյան առօրյայի վրա։ Մամ, դու հայտնի ես։ Բոլորը կիսվում են քո դաշնամուր նվագելու տեսանյութով, բացականչեց տղան, ցույց տալով իր հեռախոսը, մինչ նրանք նախաճաշում էին։ Լուսինեն ժպտաց, ձեռքով անցնելով որդու խիտ մազերին։ Այդպես չէ, որդիս։ Պարզապես մի բան էր, որ տեղի ունեցավ։ Բայց բոլորը խոսում են։
Նույնիսկ երաժշտության ուսուցչուհին ուղարկել է դասարանի խմբում։ Ասաց, որ մեզ ցույց կտա այսօր որպես օրինակ ինչպես ասաց. «Ահ, գեղարվեստական դիմացկունություն»։ Լուսինեն զգաց, որ դեմքը տաքանում է։ Դասարաններում քննարկվելու միտքը նրան անհարմար էր զգացնում։ Ավարտիր քո նախաճաշը, կուշանանք։ Դպրոցի ճանապարհին ավելի շատ ճանաչող հայացքներ։ Մի տիկին հացի խանութում խնդրեց լուսանկարվել։ Ավտոբուսի վարորդը մեկնաբանեց, որ իր կինը լացել է տեսանյութը դիտելիս։ Հանկարծակի հայտնիությունը շփոթեցնող էր մեկի համար, ով տարիներ էր անցկացրել սոցիալական անտեսանելիության շնորհը մշակելով։ Պետրոսին դպրոց տանելուց հետո Լուսինեն գնաց թատրոն, վճռականորեն կատարելու իր հերթափոխը սովորականի պես։ Հասնելով նկատեց լրագրողների մի փոքր խումբ սպասարկման մուտքի մոտ։ Նա այլընտրանքային ճանապարհ ընտրեց, մտնելով հետնամասից։ Պարոն Գորգը նրան ընդունեց ամուր գրկախառնությամբ։ Աղջիկ, այսօր պարտավոր չէիր գալ։ Այդ ամենից հետո։ Դա իմ աշխատանքն է, պարոն Գորգ։ Ոչինչ չի փոխվել։ Բայց ինչ-որ բան փոխվել էր։ Գործընկերների հայացքները փոփոխվում էին հիացմունքի հետաքրքրասիրության միջ։ Ոմանք մանրամասներ էին խնդրում, ուրիշները հեռու էին մնում, կարծես նա անցել էր անտեսանելի սահման, դեպի մեկ այլ աշխարհ։ Առավոտվա կեսին, մինչ Լուսինեն սրբիչներ էր դասավորում պահեստում, հայտնվեց Անահիտը, Ռուբենի օգնականը։ Լուսինե, պարոն Ալեքսանյանը կցանկանար ձեզ տեսնել իր գրասենյակում։ Ես հիմա աշխատում եմ, պատասխանեց նա, շարունակելով իր գործը։ Անահիտը զարմացած թվաց պատասխանից։ Նա պնդեց, որ շտապ է։ Ասաց, որ դա ձեր շահերից կարող է լինել։ Լուսինեն հոգոց հանեց, սրբիչների կույտը դնելով դարակի վրա։ Լավ։ Կզգուշացնեմ պարոն Գորգին։ Ռուբենի գրասենյակը թատրոնում էլեգանտ տարածք էր, տեսարան դեպի Ազատության հրապարակ։ Երբ Լուսինեն մտավ, Անահիտի ուղեկցությամբ, նա հեռախոսով էր, եռանդուն ժեստեր անելով։ Նրան տեսնելով, նա արագորեն ավարտեց զանգը։ Լուսինե, շնորհակալություն գալու համար, ասաց նա, ցույց տալով իր դիմացի աթոռը։ Տոնը արմատապես տարբերվում էր նախորդ երեկոյից, քաղաքավարի, գրեթե հարգալից։ Խնդրում եմ, նստեք։ Նա կանգնած մնաց։ Ես այսպես եմ նախընտրում, շնորհակալություն։ Ինչ եք ցանկանում, պարոն Ալեքսանյան։ Ռուբենը արագ հայացք փոխանակեց Անահիտի հետ, ով աննկատորեն հեռացավ, փակելով դուռը։ Նա վեր կացավ, շրջանցելով սեղանը։ Նախ, ցանկանում եմ ներողություն խնդրել երեկվա թյուրիմացության համար։ Թյուրիմացություն, կրկնեց Լուսինեն, հոնքերը բարձրացնելով։ Միգուցե դա ամենահարմար բառը չէր, խոստովանեց նա, տեսանելիորեն անհարմար։ Փաստն այն է, որ ես տպավորված եմ ձեր տաղանդով։ Եվ հիմնադրամը հենց դրա համար է, հայտնաբերել խթանել արտասովոր տաղանդները։ Ես առաջխաղացում չեմ փնտրում, պարոն Ալեքսանյան։ Բայց պետք է, պնդեց նա, ստիպողաբար ոգորված։ Մենք կապեր ունենք երկրի լավագույն կոնսերվատորիաների հետ, միջազգային կապեր։ Ձեր տաղանդը արժանի է զարգացվելու, կիսվելու աշխարհի հետ։ Լուսինեն դիտեց իր դիմացի մարդուն թափանցող հայացքով։ Նա նկատեց նրա ձեռքերի թեթ դողը, անհանգստությունը, որը վատ էր քողարկված պրոֆեսիոնալ ժպիտի հետում։ Դուք անհանգստացած եք տեսանյութի արձագանքից, փաստեց նա, ոչ թե որպես հարց, այլ որպես փաստ։ Փորձում եք հրապարակային նվաստացումը վերածել տաղանդների հայտնաբերման պատմության։ Ռուբենը բերանը բացեց բողոքելու համար, բայց վերանայեց։ Նա քայլեց դեպի պատուհանը, մի քանի վայրկյան դիտելով հրապարակի շարժը, նախքան նրա կողմը շրջվելը։ Տեսանյութն արդեն գրեթե 2 միլիոն դիտում ունի, ասաց նա, լարված ձայնով։ Մամուլն անընդհատ զանգում է։ Ես գործընկերներ ունեմ, ներդրողներ, հեղինակություն պահպանելու։ Հասկանում եմ։ Տեսեք, մենք կարող ենք դա դարձնել դրական բան բոլորի համար։ Ես առաջարկում եմ պայմանագիր։ Հիմնադրամը կֆինանսավորի ձեր ամբողջական երաժշտական կրթությունը, ներառյալ դասերը լավագույն ուսուցիչների հետ։ Փոխարենը, դուք կմասնակցեք մեր որոշ միջոցառումներին, կպատմեք ձեր ոգեշնչող պատմությունը։ Իմ պատմությունը վաճառքի չի համբում, պարոն Ալեքսանյան։ Ուղիղ պատասխանը կարծես շփոթեցրեց նրան։ Նա մոտեցավ, փոխելով մարտավարությունը։ Մտածեք ձեր որդու մասին։ Այն հնարավորության մասին, որը դա ներկայացնում է։
Դուք ակնհայտորեն ունեք արտասովոր շնորհ, որը քնած է եղել կյանքի հանգամանքների պատճառով։ Չէիք ցանկանա այն լիովին զարգացնել։ Պետրոսի մասին հիշատակումը հարվածեց Լուսինեին։ Ճիշտ էր, որ մայրը չէր ցանկանա ավելի լավ հնարավորություններ իր որդու համար։ Բայց առաջարկի մեջ ինչ-որ բան խորապես անհանգստացնում էր նրան։ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, վերջապես ասաց նա, երաժշտության մասին չէր, այլ արժանապատվության։ Դուք ցանկանում էիք ինձ հրապարակայնորեն նվաստացնել, քանի որ հավատում էիք, որ ես ընդունակ չեմ, որ ինձ նման մարդիկ ծառայում են միայն մաքրելու սպասարկելու համար։ Երաժշտությունը պարզապես նվաստացման գործիքն էր, հեգնականորեն, փրկության։ Ռուբենը բավականաչափ պարկեշտություն ուներ ամաչկոտ թվալու համար։ Նա նստեց սեղանի եզրին, ձեռքով անցնելով իր մոխրագույն մազերին։ Ես անկեղծ հնարավորություն եմ առաջարկում անցանկալի պահը կառուցողական բանի վերածելու համար, պնդեց նա։ 50,000 դրամ, սկսելու համար։ Մի բնակարան ուսումնառության ընթացքում։ Ամեն ինչ փաստաթղթավորված, բացարձակապես օրինական։ Լուսինեն վարանեց։ Գումարն ավելին էր, քան նա կվաստակեր տարիների աշխատանքի ընթացքում։ Դա կնշանակեր անվտանգություն Պետրոսի համար, միգուցե նույնիսկ վաղուց լքված երազանքը վերսկսելու հնարավորություն։ Պետք է մտածեմ, վերջապես պատասխանեց նա։ Եվ խոսեմ որդուս հետ։ Իհարկե, իհարկե։ Ռուբենը թեթացած թվաց անմիջական մերժումից։ Վերցրեք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Բայց գիտեք, թե ինչպես են այդ բաները, ինտերնետը կարճ հիշողություն ունի։ Որքան արագ գործենք, այնքան ավելի լավ կօգտագործենք պահը։ Լուսինեն գլխով արեց շարժվեց դեպի դուռը։ Դուրս գալուց առաջ նա վերջին անգամ շրջվեց։ Պարոն Ալեքսանյան, մի հարց։ Եթե ես երեք լավ չնվագեի, եթե հիմարի տեղ դնեի ինձ, ինչպես դուք էիք սպասում, այսօր այս զրույցը կունենայինք։ Հարցը օդում կախված մնաց։ Ռուբենը բերանը բացեց պատասխանելու համար, բայց ոչ մի բառ դուրս չեկավ։ Լռությունը բավարար պատասխան էր։ Այդպես էի մտածում, եզրափակեց Լուսինեն, դուրս գալով մեղմորեն փակելով դուռը իր հետից։ Միջանցքում նա հանդիպեց Կարինեին, ով, ըստ ելույթին, սպասում էր հանդիպման ավարտին։ Ինչպես գիտեիք, որ ես այստեղ կլինեմ, հարցրեց Լուսինեն, զարմացած։ Ես լրագրող եմ, պատասխանեց Կարինեն կես ժպիտով։ Եվ դուք, ինչպես երում է, այժմ իմ սիրելի պատմությունն եք։ Լուսինեն հոգոց հանեց։ Ես չեմ ուզում լինել պատմություն։ Միգուցե դրա համար արդեն ուշ է, նկատեց Կարինեն, ցույց տալով իր հեռախոսը։ 4 միլիոն դիտում ավելին։ 3 հրավեր առավոտյան հեռուստահաղորդումների համար։ 2 ձայնագրման ընկերություն, կապ հաստատելու ցանկությամբ։ Եվ այս ամենը 24 ժամից պակաս ժամանակում։ Նրանք միասին քայլեցին դեպի թատրոնի ներքին բակը, մի հանգիստ վայր, որտեղ աշխատակիցները սովորաբար ընդմիջում էին անում։ Նրանք նստեցին քարե նստարանին, հին ծիրանենու տակ։ Նա ձեզ պայմանագիր է առաջարկել, չէ՞, հարցրեց Կարինեն։ Լուսինեն գլխով արեց։ 50,000, մի բնակարան, երաժշտական կրթություն։ Այն ամենը, ինչ ես պետք է անեմ, դա իմ նվաստացումը վերածելն է ոգեշնչող պատմության այն մասին, թե ինչպես մեծ բարերար Ռուբեն Ալեքսանյանը հայտնաբերեց անմշակ ադամանդ։ Կարինեն առանց հումորի ծիծաղեց։ Դա սական։ Սպառնալիքը հնարավորության վերածել։ Եվ դուք մտածում եք դրա մասին։ Ես որդի ունեմ դաստիարակելու։ Եվ դա անելու այլ եղանակներ կան, առանց ձեր արժանապատվությանը վնասելու, պատասխանեց Կարինեն հանկարծակի ուշքնությամբ։ Տեսեք, սովորաբար ես պահպանում եմ մասնագիտական հեռավորություն իմ աղբյուրներից, բայց այն, ինչ տեղի ունեցավ երեկ ինձ անձամբ դիպավ։ Լուսինեն ուշադիր դիտեց լրագրողին։ Նրա աչքերում կար մի բան, մի հասկացողություն, որը գերազանցում էր մասնագիտական հետաքրքրասիրությունը։ 7 տարի առաջ ես մյուս կողմում էի, շարունակեց Կարինեն։ Ես մատուցողուհի էի, մինչ փորձում էի ավարտել իմ լրագրության դասընթացը։ Ես ըմպելիքներ էի մատուցում մի միջոցառման ժամանակ, որտեղ մեդիա գործադիր տնօրենը զվարճալի համարեց ինձ նվաստացնել իր գործընկերների առաջ, կասկածի տակ դնելով իմ գիտելիքները միջազգային քաղաքականության մասին, քանի որ ես հիշատակել էի, որ լրագրություն եմ սովորում։ Եվ ինչ եղավ։ Ես ճշգրտորեն պատասխանեցի յուրաքանչյուր հարցի։ Մեջբերեցի աղբյուրներ, տվյալներ, պատմական համատեքստեր։ Այդ մարդը կարմրեց լոլիկի պես։
Բայց ի տարբերություն ձեզ, ես ծափահարություններ չստացա։ Ես հեռացվեցի նույն գիշեր, կարոր հաճախորդին անհարգելու համար։ Լուսինեն լրագրողի նկատմամբ կարեկցանքի ալիք զգաց։ Ցավում եմ։ Մի ցավեք։ Դա այն խթանն էր, որն ինձ պետք էր։ Ես ստացա պրակտիկա քոլեջի թերթում, ապա կրթաթոշակ, ի վերջո հասա առավոտ թերթ։ Եվ առաջին մեծ հոդվածը, որը ես հրապարակեցի, աշխատավայրում բարոյական ոտնձգությունների մասին էր։ Նրանք փոխանակեցին լուր հասկացողության պահ։ Այն, ինչ ես փորձում եմ ասել, շարունակեց Կարինեն, այն է, որ դուք ունեք այլ տարբերակներ, որոնք չեն ներառում Ալեքսանյանի պայմաններին ենթարկվելը։ Ես գիտեմ, որ դուք միայնակ մայր եք, որ պատասխանատվություններ ունեք, բայց այլ դռներ են բացվում։ Ինչպիսի՞ք։ Սկսելու համար, ես կարող եմ հրապարակել ձեր ամբողջական պատմությունը։ Ոչ միայն վիրուսային տեսանյութը, այլ համատեքստը, ձեր տատիկը, վաճառված դաշնամուրը, հետաձգված երազանքները։ Առանց սենսացիոնիզմի, արժանապատվությամբ։ Եվ ես երաշխավորում եմ, որ այլ հնարավորություններ կառաջանան, ձեր սեփական պայմաններով։ Լուսինեն քննարկեց առաջարկը։ Ռուբենի կոնկրետ առաջարկը մերժելը անորոշ հնարավորությունների համար ռիսկ կլիներ։ Բայց Կարինեի անկեղծության մեջ կար մի բան, որը վստահություն էր ներշնչում։ Պետք է գնամ որդուս դպրոցից վերցնելու, վերջապես ասաց նա։ Կարող եմ ձեզ զանգել ավելի ուշ։ Իհարկե, պատասխանեց Կարինեն, տալով իր այցեքարտը։ Եվ Լուսինե անկախ նրանից, թե ինչ կորոշեք, ձեր պատմությունն արդեն ոգեշնչել է հազարավոր մարդկանց։ Ներառյալ ինձ։ Թատրոնից դուրս գալիս Լուսինեն նկատեց ավելի շատ լրագրողների մուտքի մոտ, ոմանք տեսախցիկներով։ Նա արագ շեղվեց, այլընտրանքային ճանապարհ ընտրելով։ Նրան տարածք էր պետք մտածելու համար, հեռու հետաքրքիր հայացքներից համար հարցերից։ Պետրոսի դպրոցի ճանապարհին նրա հեռախոսը նորից զանգեց։ Անհայտ համար էր, բայց ինչ-որ բան ստիպեց նրան այս անգամ պատասխանել։ Ալո։ Լուսինե Հարությունյա՞ն, հարցրեց մի խորը ձայն, օտարերկրյա շեշտադրումով։ Այո, ով է խոսում։ Իմ անունը Հովհաննես Մկրտչյան է, ես Երանի պետական կոնսերվատորիայի տնօրենն եմ։ Երեկ տեսա ձեր ելույթը իրականում, տեսանյութը դիտել եմ առնվազն 10 անգամ։ Շատ կցանկանայի անձամբ ձեզ հետ խոսել։ 3 ամիս էր անցել Երանի օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնի երեկոյից։ Երանի գարունը թարմ օդ էր բերել ոչ միայն բնության մեջ, այլ Լուսինեի կյանքում։ Նստած Երանի կենտրոնական զբոսայգու նստարաններից մեկի վրա, նա դիտում էր Պետրոսին, որը խաղում էր այլ տղաների հետ լճի մոտ, մինչ սպասում էր Կարինեին իր ամսական հարցազրույցի համար։ Շատ բան էր փոխվել այդ 90 օրվա ընթացքում։ Ռուբեն Ալեքսանյանի առաջարկը մերժելուց հետո Լուսինեն ընդունել էր Հովհաննես Մկրտչյանին իր համեստ տանը, ծայրամասում։ Երանի պետական կոնսերվատորիայի տնօրենը տպավորված էր ոչ միայն նրա բնական տաղանդով, այլ հիմնականում նրա պատմությամբ։ Ես չեմ ուզում ձեզ շահագործել որպես կրկեսային ատրակցիոն, ասաց նա, իր բնորոշ անկեղծությամբ։ Ես ուզում եմ առաջարկել այն, ինչ պետք է առաջարկվեր 20 տարի առաջ, ֆորմալ երաժշտական կրթություն, արտասովոր տաղանդը փայլեցնելու համար։ Հովհաննեսի առաջարկը տարբեր էր, կոնսերվատորիայում ամբողջական կրթաթոշակ, ճկուն ժամերով, որոնք թույլ կտային նրան շարունակել աշխատել։ Առանց բացառիկության պայմանագրերի, առանց հանրային ելույթների պարտավորությունների, առանց իր պատմությունը որպես ինստիտուցիոնալ քարոզչություն օգտագործելու։ Երաժշտությունը պետք է լինի ընտրություն, ոչ թե պարտավորություն, բացատրեց նա։ Դուք արդեն բավականաչափ երկար եք ապրել առանց դրա, որպեսզի իմանաք, արդյոք իսկապես ցանկանում եք այն վերադարձնել ձեր կյանք։ Լուսինեն համաձայնեց։ Այժմ շաբաթական 3 անգամ թատրոնում իր կրճատված հերթափոխից հետո պարոն Գորգը պնդել էր, որ նա պահպանի աշխատանքը ճկուն ժամերով, նա գնում էր կոնսերվատորիա, դասերի ուսուցիչների հետ, ովքեր նրան վերաբերվում էին անկեղծ հարգանքով, ոչ թե որպես վիրուսային հետաքրքրություն, այլ որպես արվեստագետի, զարգացման ներուժով։ Կարինեի հոդվածը առավոտ թերթում, ձեռքերը, որոնք մաքրում են, ձեռքերը, որոնք ստեղծում են։ Լուսինե Հարությունյանի արտասովոր ճանապարհորդությունը վերնագրով հանրային աջակցության ալիք էր բերել։ Ընթերցողների կամավոր նվիրատվությունները թույլ տվեցին նրան գնել թվային դաշնամուր, տանը պարապելու համար, մի մասնավոր դպրոց առաջարկեց ամբողջական կրթաթոշակ Պետրոսի համար։ Պատմությունը շարունակում էր ալիքներ առաջացնել։ Անկախ պրոդյուսերը վավերագրական ֆիլմ էր առաջարկել։ Հրատարակիչը գիրք էր առաջարկել։
Լուսինեն մերժել էր առաջարկների մեծ մասը, ընդունելով միայն նրանք, որոնք հարգում էին իր գաղտնիությունը արժանապատվությունը։ Կներեք ուշացման համար։ Կարինեի ձայնը ընդհատեց նրա մտքերը։ Լրագրողը մոտեցավ, պահելով թղթապանակ երկու սուրճ։ Մաշտոցի պողոտայում երթևեկությունն անհնար էր։ Լուսինեն ժպտաց, ընդունելով սուրճը։ Խնդիր չկա։ Պետրոսը վայելում է լրացուցիչ ժամանակը զբոսայգում։ Կարինեն նստեց նրա կողքին, մի պահ դիտելով տղային։ Նա երջանիկ է թվում։ Այո։ Նոր դպրոցը հրաշքներ է գործել նրա ինքնավստահության համար։ Եվ տանը դաշնամուր ունենալը երբեմն պետք է հիշեցնեմ նրան, որ կյանք կա երաժշտությունից բացի։ Երկուսն էլ ծիծաղեցին։ Անսովոր հանգամանքներից ծնված բարեկամությունը ամրապնդվել էր հաջորդ ամիսներին։ Կարինեն հետում էր Լուսինեի պատմության զարգացմանը ոչ միայն որպես լրագրող, այլ որպես աջակից, այժմ ընկեր։ Ուրեմն, սկսեց Կարինեն, բացելով իր թղթապանակը, 3 ամիս է անցել այն գիշերից։ Ինչպե՞ս եք զգում ձեզ։ Լուսինեն մի պահ մտածեց, դիտելով զբոսայգու շարժը։ Երբեմն դեռ երազ է թվում։ Կամ ֆիլմի սցենար, որն իմ մասին չէ, գիտեք։ Կարծես ես դիտում եմ ուրիշի կյանքը։ Հասկանում եմ։ Իսկ ինչ վերաբերում է կոնսերվատորիայի դասերին։ Դրանք մարտահրավեր են։ Լուսինեն ժպտաց։ Հովհաննեսը հեշտ չի տալիս։ Ասում է, որ ես բնական տաղանդ ունեմ, բայց տարիների ոչ ֆորմալ տեխնիկա մոռանալու համար։ Դա գործընթաց է։ Կարինեն մի քանի նշում արեց։ Իսկ ինչ վերաբերում է Գյումրիի դրամատիկական թատրոնում նվագելու հրավերին։ Կընդունեք։ Դեռ մտածում եմ։ Դա կլինի իմ առաջին ֆորմալ ելույթը պատմական թատրոնում։ Բայց վախենում եմ, որ դեռ շուտ է։ Հովհաննեսը կարծում է, որ դուք պատրաստ եք։ Նա ասում է, որ տեխնիկապես այո, բայց որ որոշումը անձնական է, ոչ թե տեխնիկական։ Մինչ նրանք խոսում էին, Պետրոսը վազեց նրանց մոտ, դեմքը կարմրած ոգորությունից։ Մամ։ Թանգարանի մոտ մի մարդ ջութակ է նվագում։ Կարող եմ գնալ դիտել։ Լուսինեն ժպտաց։ Իհարկե, որդիս։ Շատ մի հեռացիր։ Տղան նորից վազեց, նրա էներգիան կարծես անսպառ էր։ Նա ժառանգել է ձեր սերը երաժշտության հանդեպ, մեկնաբանեց Կարինեն։ Այո, բայց ի տարբերություն ինձ, նա կունենա բոլոր հնարավորությունները այն զարգացնելու համար։ Լուսինեի ձայնում վճռականության նոտա կար։ Դրա համար է, որ ես ընդունել եմ որոշ հարցազրույցներ, ձեզ հետ շարունակական հոդվածը։ Դա փառքի մասին չէ, այլ ճանապարհ ստեղծելու, ոչ միայն ինձ համար, այլ ուրիշների։ Կարինեն գլխով արեց, հասկացողաբար։ Խոսելով դրա մասին, ես մի նորություն ունեմ, որը միգուցե ձեզ կհետաքրքրի։ Այդ վիրուսային տեսանյութից իմ հոդվածից հետո Երանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը դիտարկում է ծայրամասային համայնքների երաժշտական տաղանդների համար հատուկ կրթաթոշակային ծրագիր ստեղծելը։ Լուսինեն աչքերը լայն բացեց։ Լո՛րջ։ Այո։ Այն անվանում են Սիրանուշ ծրագիր ի պատիվ ձեր տատիկի։ Նրանք ուզում են, որ դուք լինեք նախաձեռնության կնքամայրը։ Հույզը Լուսինեին հարվածեց որպես ալիք։ Արցունքներ հայտնվեցին նրա աչքերում, նա ջանք չգործադրեց դրանք զսպելու համար։ Այն միտքը, որ իր տատիկի անունը մի տնային աշխատող, ով երբեք կյանքում ճանաչում չէր ստացել, այժմ կապված կլիներ իր նման երեխաների համար հնարավորությունների հետ, գրեթե գերբնական էր իր բանաստեղծական գեղեցկությամբ։ Դա շատ բան կնշանակեր, վերջապես կարողացավ ասել նա։ Կարինեն ժպտաց, սեղմելով նրա ձեռքը, ի նշան աջակցության։ Կարծում էի, որ կնշանակեր։ Նրանք ուզում են հանդիպում կազմակերպել հաջորդ շաբաթ։ Նրանք մի պահ լուռ մնացին, պարզապես դիտելով զբոսայգու շարժը։ Մի քանի մետր հեռավորության վրա Պետրոսն ամբողջովին տարված էր, դիտելով մի փողոցային ջութակահարի, ով Վիվալդիի տարբերակն էր նվագում։ Գիտեք, թե ինչն է ամենահեգնականը, մեկնաբանեց Լուսինեն վերջապես։ Ռուբեն Ալեքսանյանը շարունակում է փորձել յուրացնել պատմությունը։ Հեռուստացույցով տեսա, որ նրա հիմնադրամն այժմ ունի մի ծրագիր «Անտեսանելի տաղանդները» անունով։ Օգտագործում է իմ լուսանկարը գովազդում, նույնիսկ առանց թույլտվության։ Կարինեն գլխով թափահարեց, անհավատալիորեն։ Այդ մարդը սահմաններ չունի։ Ուզում եք, որ ես ինչ-որ բան անեմ դրա մասին։ Կարող եմ նշել դա հաջորդ հոդվածում։
Անհրաժեշտ չէ, պատասխանեց Լուսինեն անդորրությամբ։ Թող նա ունենա իր հանրային փրկության փշրանքները։ Կարևորն այն է, որ ավելի շատ դռներ են բացվում այն մարդկանց համար, ովքեր սովորաբար անտեսվում էին։ Դուք ինձանից լավ մարդ եք, ծիծաղեց Կարինեն։ Ձեր տեղը լինեի, կդատեի նրան պատկերի ոչ պատշաճ օգտագործման համար։ Կյանքն արդեն տալիս է նրան այն, ինչին արժանի է։ Լսել եմ, որ նա կորցրել է կարևոր պայմանագիր մարզային կառավարության հետ այն բանից հետո, երբ ամբողջական պատմությունը բացահայտվեց։ Լրագրողը մի քանի նշում էլ արեց, ապա փակեց իր թղթապանակը։ Եվս մեկ հարց, եթե թույլ կտաք։ Դա մի բան է, ինչի մասին ես անձնական հետաքրքրություն ունեմ, ոչ պարտադիր հոդվածի համար։ Իհարկե։ Այդ գիշեր, երբ նա ձեզ մարտահրավեր նետեց, գիտեիք, թե ինչ կլինի։ Գիտեիք, որ կարող եք ոչ միայն նվագել, այլ արտասովոր կերպով նվագել այդքան տարիներ անց։ Լուսինեն մտածկոտ նայեց հորիզոնին։ Ոչ, չգիտեի։ Դա հսկայական ռիսկ էր։ Իմ ձեռքերը դողում էին, երբ նստեցի դաշնամուրի մոտ։ Բայց իմ ներսում ինչ-որ բան, որը միգուցե իմ տատիկի ձայնն էր ինձ ասում էր, որ երաժշտությունը երբեք ինձ իսկապես չէր լքել, պարզապես սպասում էր վերադառնալու ճիշտ պահին։ Կարինեն գլխով արեց, հուզված պատասխանից։ Վերջին բանը, մինչ այսօրվա համար կավարտենք։ Սա ձեզ համար եկել է խմբագրություն։ Նա պայուսակից հանեց մի էլեգանտ ծրար։ Դա Գյումրու քաղաքային թատրոնից է։ Ես չեմ բացել, ակնհայտորեն, բայց պաշտոնականությունից պաշտոնական հրավեր է թվում։ Լուսինեն հետաքրքրությամբ ընդունեց ծրարը։ Բացելով այն, նրա աչքերն արագորեն անցան տպագրված տողերի վրայով, ֆիրմային թղթի վրա։ Հրավեր մասնակցելու որպես մենակատար Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ազգային տաղանդներին նվիրված հատուկ համերգին։ Սեպտեմբերին է, մրմնջաց նա, դեռ յուրացնելով հրավերը։ Ուզում են, որ ես Շոպեն նվագեմ։ Կընդունեք։ Լուսինեն մի պահ փակեց աչքերը, զգալով որոշման ծանրությունը։ Դա միայն հանրության առջ նվագելու մասին չէր, այլ ամբողջությամբ ընդունելու մի ինքնություն, որը այդքան ժամանակ քնած էր եղել, արվեստագետի, դաշնակահարի, մեկի ինքնությունը, ով ինչ-որ բան ուներ ասելու երաժշտության միջոցով։ Կմտածեմ դրա մասին, վերջապես պատասխանեց նա։ Բայց հակված եմ համաձայնել։ Ոչ թե ինձ համար, այլ իմ տատիկի համար։ Պետրոսի համար։ Բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինձ աջակցեցին, երբ ես ամենաշատն ունեի դրա կարիքը։ Պետրոսը վերադարձավ վազելով, աչքերը փայլում էին ոգորությունից։ Մամ։ Ջութակ նվագող մարդը թույլ տվեց ինձ բռնել գործիքը։ Ասաց, որ ես երաժիշտի ձեռքեր ունեմ, ինչպես դու։ Լուսինեն ժպտաց, գրկելով որդուն։ Իսկապես։ Եվ հավանեցիր ջութակը բռնելը։ Հիանալի էր։ Բայց ես դեռ դաշնամուր եմ նախընտրում։ Կարող եմ ավելի շատ պարապել, երբ տուն հասնենք։ Ես գրեթե ավարտել եմ այն երգը, որը դու ինձ սովորեցրել ես։ Իհարկե, իմ սեր։ Երաժշտությունը մի բան է, որը ոչ ոք չի կարող խլել քեզանից, երբ այն իր տեղը գտնի քո սրտում։ Կարինեն ժպիտով դիտեց տեսարանը։ Կարծում եմ, այստեղ ապագա դաշնակահար ունենք։ Կամ ջութակահար, կամ կոմպոզիտոր, կամ ինժեներ, ով սիրում է երաժշտություն, պատասխանեց Լուսինեն, քնքշորեն խառնելով որդու մազերը։ Կարևորն այն է, որ նա ընտրություններ կունենա։ Ընտրություններ, որոնք ես չունեի նրա տարիքում։ Մինչ նրանք քայլում էին դեպի զբոսայգու ելքը, Կարինեն վերջին հարցը տվեց։ Եթե կարողանայիք վերադառնալ թատրոնի այդ գիշեր, նույնը կանեիք։ Կընդունեիք Ռուբենի մարտահրավերը։ Լուսինեն մի պահ կանգ առավ, դիտելով մայրամուտը, որը սկսում էր Երանի երկինքը նկարել նարնջագույն վարդագույն երանգներով։ Պետրոսը մի քանի մետր առաջ էր վազում, տարված իր սեփական աշխարհով։ Գիտեք, այդ պահին, երբ նա ինձ մարտահրավեր նետեց, ես մտածեցի պարզապես անտեսել, մնալ անտեսանելի, ինչպես միշտ եղել եմ։ Դա ավելի անվտանգ կլիներ, ավելի հարմարավետ։ Նա ժպտաց, մի ժպիտ, որը պարունակում էր իր ճանապարհորդության բոլոր բարդությունները։ Բայց հետո մտածեցի իմ տատիկի, Պետրոսի, բոլոր այն մարդկանց մասին, ովքեր լուր կրում են արտասովոր տաղանդներ, առանց երբեք դրանք ցույց տալու հնարավորություն ունենալու։ Եվ հասկացա, որ երբեմն մենք պետք է ռիսկի դիմենք անանունության անվտանգությանը, հարգելու համար այն, թե ով ենք մենք իրականում։ Կարինեն գլխով արեց, հասկանալով այդ բառերի խորությունը։
Այո, եզրափակեց Լուսինեն, ես ամեն ինչ կանեի նորից։ Ոչ թե գումարի համար, ոչ թե պահի փառքի համար, այլ պարզապես ինձ իմ էության էական մասի հետ վերամիավորվելու իրավունքի համար։ Եվ եթե դա ոգեշնչեց այլ մարդկանց անել նույնը լավ, դա մի բան է, որը Ռուբեն Ալեքսանյանի ամբողջ գումարը չէր կարող գնել։ 6 ամիս անց Լուսինե Հարությունյանը բարձրացավ Գյումրու քաղաքային թատրոնի բեմ։ Այլս ոչ աշխատակցուհու համազգեստով, այլ պարզ էլեգանտ զգեստով։ Հանդիսատեսը լցրել էր պատմական թատրոնը, բոլոր սոցիալական խավերի մարդիկ, միավորված արտասովոր բան տեսնելու ակնկալիքով։ Հանդիսատեսի թվում կային ծանոթ դեմքեր՝ Կարինեն, պարոն Գորգը, Հովհաննես Մկրտչյանը, առաջին շարքում Պետրոսը հպարտությունից փայլող աչքերով։ Ձեռքերում տղան պահում էր տիկին Սիրանուշի շրջանակված լուսանկարը, որպեսզի ինչ-որ կերպ տատիկը նույնպես կարողանար դիտել այն պահը, որը նա սերմանել էր տասնամյակներ առաջ։ Երբ Լուսինեն նստեց դաշնամուրի մոտ մատները դրեց ստեղների վրա, բացարձակ լռության պահ եղավ։ Այլս վախ չկար, վարանելու տեղ չկար։ Պարզապես հանգիստ վստահություն, որ նա հենց այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Շոպենի նոկտյուրնի առաջին նոտաները հոսեցին ոչ միայն տեխնիկապես կատարյալ, այլ լի հույզերով, որոնք կարող էին գալ միայն մեկից, ով ճանաչել էր թե երաժշտության բացակայությունը, թե ներկայությունը իր կյանքում։ Եվ մինչ նա նվագում էր, Լուսինեն ժպտում էր, ոչ թե հանդիսատեսին, ոչ թե տեսախցիկներին, այլ իրեն։ Այն աղջկան, ով մի օր երազել էր, այն կնոջը, ով համառել էր, այն արվեստագետին, ով վերջապես դուրս եկավ ստվերներից իր լույսը հետ ստանալու համար։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Լուսինեի պատմությունը խորապես դիպել է ձեզ։ Հույզերի հայտնագործությունների այս ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երգացանք, նույնքան ոգեշնչող պատմություններով։ Գտեք այն այստեղ, ձեր նվագարկիչի ձախ կողմում։ Եթե այս պատմությունը ձեզ հուզեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք օրիգինալ պատմություններ, որոնք բացահայտում են հայկական կյանքի բարդությունները իր բոլոր նրբերանգներով։ Իսկ դուք երբևէ ունեցել եք քնած տաղանդ, որը վերջապես կարողացել եք արտահայտել։ Կիսվեք մեզ հետ մեկնաբանություններում, մենք անհամբեր սպասում ենք լսելու ձեր պատմությունը։